Դիանա Գրիգորյանի վերջին զանգը հեռուստասերիալը մոտենում է ավարտին, այս մասին տեղեկացնում են ինչպես հեռուստասերիալում նկարահանվող դերասաններն, այնպես էլ հեռուստասերիալի ստեղծագործական թիմը։ Դիանա Գրիգորյանը ևս այսօր տեղեկացրել է, որ հեռուստասերիալը մոտենում է ավարտին։ Օրեր առաջ Դիանա Գրիգորյանը տեղեկացրել էր նաև, որ հեռուստասերիալում սպասվում է այսպես ասած դարի հարսանիքը, ովքեր են ամուսնանալու հեռուստադիտողները միանգամից մտածել էին ու գուշակել, որ ամուսնանում են Հենրին ու Անգելինան, գործողությունները տանում են այդ ուղղությամբ։ Քանի որ ավարտը մոտ է, բնականաբար սիրող զույգը պետք է միասին լինի, բայց ինչերի գնով։ Դիանա Գրիգորյանը այսօր նոր տեսանյութեր է հրապարակել և տեղեկացրել, որ ոչ միայն ավարտվում են նկարահանումներն, այլև արդեն նկարահանվել են հարսանիքի տեսարանները և այդ ամենը նա լսել է։ Եթե ցանկանում եք տեսնել, թե ինչ մանրամասներ է բացահայտել հեռուստասերիալի պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանը, ապա մնացեք մեզ հետ, դիտեք տեսանյութն ամբողջությամբ, իհարկե չմոռանաք տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը, ինչ եք կարծում հեռուստասերիալի ավարտը կգոհացնի հեռուստադիտողին և արդյոք կարդարանան նրա սպասելիքները։ Իհարկե հեռուստադիտողների կարծիքները բաժանված են մի քանի խմբերի և բոլորին գոհացնել անհնար է, բայց այնուամենայնիվ սպասենք հետաքրքիր ավարտի, որը և խոստանում է Դիանա Գրիգորյանը, իսկ ավելին դիտեք հենց հիմա, գրեք նաև, թե որ դերասանին կամ դերասանուհուն կցանկանայիք տեսնել մյուս հեռուստասերիալում։ Ողջույն բոլորին, հուսով եմ, որ լավ եք։ Բավականին մեծ արձագանք է ստացել երեկվա սերիան, ինչու որովհետև շատ գեղեցիկ տեսարան ենք ունեցել մեր գլխավոր հերոսների մասնակցությամբ, շատ գեղեցիկ։ Նրանք, ովքեր դեռ չեն հասցրել դիտել, թող անպայման դիտեն, որովհետև ես օրինակ մի քանի անգամ նայել եմ այդ տեսարանը։ Բրավո մեր հերոսներին, շատ հուզիչ, շատ գեղեցիկ, շատ աշուն էր, բայց այդ աշունից սիրո հոտ էր գալիս։ Իսկ ինչ վերաբերում է սպասված հարսանիքին, ձայնը հարսանիքի արդեն գալիս է, հնչում է արդեն, ես լսել եմ արդեն, շուտով դուք էլ կլսեք, շատ շուտով, զինվեք համբերությամբ։ Հրապարակված ևս մեկ տեսանյութից պարզ է դառնում, որ Հենրին ծաղկեփնջերով գալիս է Անգելինայից տուն, հավանաբար գալիս է Անգելինայի ձեռքը խնդրելու։ Արդյոք սա վերջին տեսարաններից մեկն է, որտեղ վերջապես նրանք որոշում են միասին լինելու, պայքարել հանուն իրենց երջանկության։ Իսկ Բետիի հետ ինչ է լինելու, հեռուստադիտողներն անհանգստացած են նրա ապագայով, չէ՞ որ Բետիի կյանքը խորտակել է հենց Հենրին, խաբելով, ամուսնանալով նրա հետ, որպեսզի մոռանա Անգելինային, ու նա հայտնվել է հիմա շատ ծանր վիճակում, մնացել է մենակ ու առանց ապագայի հույսի, քանի որ նա զրկվել է երեխա ունենալու հնարավորությունից և այդ ամենում մեղքի մեծ բաժին ունի Հենրին։ Իհարկե հեռուստադիտողների մի մասը կարծում է, որ Բետին շատ լավ գիտեր, որ Հենրին իրեն չի սիրում, բայց համաձայնվել է նրա կողքին լինել։ Իհարկե այս ամենը ճիշտ է, սակայն խաբել, ամուսնանալ, որպեսզի մոռանա այլ աղջկա, դա էլ ճիշտ չէ։ Ամեն դեպքում հնարավոր է, որ Բետին ու երեխայի հայրը սիրեն, ամուսնանան ու Բետին հարազատ որդու նման մեծացնի Ջոնիին, սա ևս տարբերակ է, որն արդեն քննարկվում է համացանցում։ Բայց ինչպիսի որոշում կընդունի հեռուստասերիալի սցենարիստ Դիանա Գրիգորյանը և արդյոք կորոշի, որ նրանք միասին լինեն ու շարունակեն իրենց կյանքը միասին, որպեսզի արդարացնի Հենրիի կերպարը, ցույց կտա ժամանակը։ Հաջորդ սերիաներում հավանաբար կտեսնենք, թե ինչպես է Սոսը մնում մենակ և Լիլիթը, ով մինչև այժմ նրա կողքին էր ու փորձում էր նրանից կորզել սեր, նրան թողնում է մենակ։ Սոսը մնալու է մենակ, քանի որ նա չի գնահատել իր կյանքում եղածը։ Ճիշտ է, նա կորցրեց Աննային հայտնի պատճառներով, բայց չկարողացավ նայել սիրել Լիլիթին, չկարողացավ Լիլիթի կողքին լինել այնպես, ինչպես
Հենրին հիմա չի կարողանում Բետիի կողքին լինել, և բնականաբար հեռուստասերիալի ավարտին մնալու է մենակ։ Աննան հնարավոր չէ, որ սոսին ների այն ամենի համար, ինչ նա արել է։ Միքայելին էլ չի կարողանա ներել, բայց ամեն դեպքում դեռ սպասենք հետագա զարգացումներին։ Դե ինչ գրեք, թե դուք ինչ եք կարծում, ինչ է սպասվում Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» հեռուստասերիալի վերջին սերիաներում և արդյոք կարդարանան ձեր սպասելիքները։ Ինչ եք կարծում, իսկապես հարսանիքը Հենրիի և Անգելինայի մասնակցությամբ է, թե ամուսնանում են Յաննան ու Հալալը։ Գրեք ձեր կարծիքները, քննարկեք, չմոռանաք բաժանորդագրվել ու սեղմել զանգակ կոճակը, որպեսզի լինեք առաջինը տեղեկացված ոչ միայն «Վերջին զանգը» հեռուստասերիալի, այլ հեռուստասերիալների մասին, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների, շոու բիզնեսյան անցուդարձի և ոչ միայն։ Թող քո կարծիքը։ Ինչ ես կարծում Դիանա Գրիգորյանի հաջորդ սերիայում, որ դերասաններն ու դերասանուհիներն են նկարահանվելու։